Առաջի հերթին ներկայացնենք հիվանդությունների միջազգային դասակարգման կոդերով ամենահաճախ հանդիպող գործածությունը դա I10 կոդն է, այսինքն առաջնային զարկերակային գերճնշման կոդը եւ մյուսները I15, օրինակ I15-0 երկրորդային գերճնշման տեսակներից հաճախ հանդիպող ռենովասկուլյար գերճնշումը, I15.1 երկրորդային գերճնշում երիկամների այլ ախտահարումների ժամանակ, I15.2 ներզատիչ խանգարումներով պայմանավորված երկրորդային գերճնշում, I15.8 այլ երկրորդային գերճնշում եւ I15.9 երկրորդային գերճնշում չճշտված։ Զարկերակային գերճնշման դասակարգման ըստ ուղեցույցի դասակարգման ցուցանիշները այսպիսին են. օպտիմալ զարկերակային ճնշում, երբ սիստոլիկ ճնշումը փոքր է 120 մմ սնդիկի սյունից եւ դիաստոլիկ գերճնշումը փոքր է 80 մմ սնդիկի սյունից, նորմալ զարկերակային ճնշում 120-129 սիստոլիկ ճնշման համար եւ 80-ից 84 դիաստոլիկ ճնշման համար եւ բարձր նորմալ 130-139 սիստոլիկ ճնշման համար եւ 85-ից 89 դիաստոլիկ ճնշման համար։ Այնուհետև գալիս են աստիճանները, զարկերակային գերճնշում առաջի աստիճան, սիստոլիկ ճնշման ցուցանիշները աճում են 20 մմ սնդիկի սյունով եւ դիաստոլիկը 10 մմ սնդիկի սյունով, այսինքն առաջի աստիճանի զարկերակային գերճնշում սիստոլիկը 140-ից 159 մմ սնդիկի սյան եւ դիաստոլիկը 90-ից 99։ Երկրորդ աստիճանի զարկերակային գերճնշում սիստոլիկ 160-ից 179 եւ դիաստոլիկը 100-ից 109 ու զարկերակային գերճնշում երրորդ աստիճանի, երբ սիստոլիկ զարկերակային ճնշումը մեծ է 180 մմ սնդիկի սյունից եւ դիաստոլիկը մեծ է 110 մմ սնդիկի սյունից։ Եվ կա երկու լրացուցիչ տեսակ՝ իզոլացված սիստոլիկ գերճնշում, երբ դիաստոլիկ ճնշումը նորմայի սահմաններում է, այսինքն փոքր է 90 մմ սնդիկի սյունից, բայց սիստոլիկը բարձր է 140-ից։ Եվ իզոլացված դիաստոլիկ գերճնշում, երբ հակառակը սիստոլիկ ճնշման ցուցանիշը նորմայի սահմաններում է, փոքր է 140 մմ սնդիկի սյունից, բայց դիաստոլիկ ճնշումը մեծ հավասար է 90 մմ սնդիկի սյունից։ Գանգատները հիմնականում պայմանավորված են թիրախ օրգանների ախտահարումներով, մասնավորապես գլխացավ, գլխապտույտներ, ուշաթափություն, հիշողության վատացում, տեսողության վատացում, կրծքավանդակում անհանգստություն, հեվոց, սրտխփոց, ընդմիջող կախություն, ծարավի զգացողություն, հաճախամիզություն, գիշերամիզություն եւ այլն։ Եվ երկրորդային գերճնշումով պայմանավորված գանգատներ, դրա մասին քիչ անց կխոսենք, անձնական պատմության մեջ հաշվի ենք առնում գերճնշման առաջին ախտորոշման ժամանակը, ներառյալ նախորդ բժշկական զննումների, հոսպիտալացման վերաբերյալ գրառումները, արդյոք ճնշումը կայուն վիճակում է եղել վերջին ամիսներին, թե հանկարծակի եւ արագ սկսել է բարձրանալ, այնուհետև ուշադրություն ենք դարձնում ընթացիկ կամ անցյալի զարկերակային ճնշման ցուցանիշների գրառումներին, երբ պացիենտը ինքնուրույն իրականացրել է ճնշման չափումներ, ներկայիս կամ նախկին հակահիպերտոնիկ դեղամիջոցների վերաբերյալ տվյալներ, ներառյալ դրանց արդյունավետությունը կամ անտանելիությունը, կարևոր է գնահատել նաև թերապիայի հանդեպ հակվածությունը եւ նաև արդյոք եթե կին է պացիենտը հղիության ժամանակ ունեցել է գերճնշում։ Ռիսկի գործոնները նշենք գերճնշման, սիրտանոթային հիվանդության, ինսուլտի կամ երիկամների հիվանդության ընտանեկան պատմություն, արդյոք պացիենտի հոր կամ եղբոր մոտ մինչև 55 տարեկանը կամ մոր եւ կամ քրոջ մոտ մինչև 65 տարեկանը ունեցել է սիրտանոթային հիվանդության պատմություն, կարևոր է ծխելու, սննդակարգի պատմությունը, ալկոհոլի չարաշահման մասին տվյալներ, ֆիզիկական ակտիվության բացակայության մասին տվյալներ, արդյոք պացիենտը վարում է նստակյաց կյանք,
Նախկինում քաշի ավելացում կամ կորուստ, էրեկտիվ դիսֆունկցիայի պատմություն, քնի վերաբերյալ անամնեստիկ տվյալներ, մասնավորապես քնի խանգարումներ, քնի շնչառական կանգ, ապնոե, խռմփոցներ, կարևոր է նաև գնահատել սթրեսի պատմությունը աշխատավայրում կամ տանը եւ նաև արդյոք պացիենտը եղել է քաղցկեղի երկարատև վերապրող։ Հնարավոր երկրորդային գերճնշման պատմությունից կարևոր է երկրորդ կամ երրորդ աստիճանի գերճնշման սկիզբ երիտասարդ տարիքում 40 տարեկանից ցածր կամ գերճնշման հանկարծակի զարգացում կամ գերճնշման արագ վատթարացում տարեց պացիենտների մոտ, երիկամների, միզուղիների կրկնվող հիվանդության պատմություն, քրտնարտադրության, գլխացավի, անհանգստության կամ սրտխփոցի կրկնվող դրվագներ, որոնք հուշում են ֆեոխրոմոցիտոմայի մասին, ինքնաբուխ կամ միզամուղներով հրահրված հիպոկալեմիայի էպիզոդներ, մկանային թուլության և փայտացման դրվագներ, որոնք կարող են հուշել հիպերալդոստերոնիզմի մասին, վահանաձև գեղձի հիվանդության կամ հիպերպարաթիրեոզի մասին հուշող ախտանիշներ և հղիության պատմություն կամ ընթացիկ հղիություն, հետդաշտանադադարի վիճակ և բերանային հակաբեղմնավորիչ դեղերի ընդունման կամ փոխարինիչ հորմոնալ դեղերի ընդունման պատմություն։ Կարևոր է նաև թիրախ օրգանների ախտահարման, սիրտանոթային հիվանդությունների, ինսուլտի և երիկամների հիվանդության պատմությունը և ախտանիշները, ինչպես նաև դեղորայքային բուժում կամ այլ դեղորայքներ օգտագործում է թե չէ պացիենտը բացառությամբ հակահիպերտենզիվ դեղերի, մասնավորապես արդյոք պացիենտը ընդունում է ստերոիդ կամ ոչ ստերոիդ հակաբորբոքիչ դեղամիջոցներ, իմունոդեպրեսիվ դեղամիջոցներ, հակաքաղցկեղային դեղամիջոցներ կամ քթի անոթասեղմիչներ։ Զննման արդյունքում շատ հաճախ հանդիպող ախտանիշներից կրծքահեղձուկի նոպայի ժամանակ հանդիպող կրծքավանդակի սեղմող ցավի նկարագրություն, սառը քրտինք, գունատ մաշկ և մնացած թիրախ օրգանների ախտահարումների դեպքում համապատասխան ախտանշաններ։ Զարկայական գերճնշման վարման վերաբերյալ կարևոր ալգորիթմային մոտեցում, եթե պացիենտը չունի որևէ ախտանիշ և չունի սիրտանոթային հիվանդության պատմություն կամ չունի թիրախ օրգանների ախտահարումներ, այս դեպքում եթե առաջին կամ երկրորդ աստիճանի գերճնշում ենք հայտնաբերում, առաջին անգամ դեռևս չենք նշանակում դեղորայք, այլ խորհուրդ ենք տալիս կենսակերպի փոփոխություններ և կրկնակի այցեր, 1 կամ 2 կրկնակի այց առաջին 4 շաբաթվա ընթացքում։ Իսկ եթե պացիենտը ունի ախտանիշներ կամ սիրտանոթային հիվանդության պատմություն կամ թիրախ օրգանների ախտահարումներ, այս դեպքում անմիջապես առաջին, երկրորդ կամ երրորդ աստիճանի գերճնշում հայտնաբերելիս միանգամից անհապաղ սկսում ենք հակագերճնշումային դեղորայքային բուժումը և ձգտում ենք առաջին 3 ամսվա ընթացքում հասնել թիրախային ցուցանիշներին։ Բարդություններից սիրտանոթային հիվանդությունների վերաբերյալ նշենք սրտի իշեմիկ հիվանդություն կամ կորոնար զարկերակների հիվանդություն, սուր կորոնար համախտանիշ կամ կրծքային հեղձուկ, սրտային անբավարարություն կամ ձախ փորոքի գերաճ։ Ուղեղանոթային հիվանդություններից նշենք անևրիզմային առախնոիդալ արյունահոսություն, քնային զարկերակների հիվանդություն, ներուղեղային արյունահոսություն, իշեմիկ ինսուլտ կամ անցողիկ իշեմիկ գրոհ և անոթային դեմենցիա։ Ակնաբուժական բարդություններից նշենք հիպերտենզիվ ռետինոպաթիան, զարկերակների հիվանդությունների վերաբերյալ նշենք ընդմիջող կաղությունը կամ ստորին վերջույթների տրոֆիկ փոփոխությունները և երիկամների բարդություններից, հիվանդություններից նշենք ալբումինուրիա կամ քրոնիկ երիկամային հիվանդություն, երբ կծիկային քամազատման արագությունը փոքր է 60 մլ/րոպե անգամ 1,73 մ²։ Հոսպիտալացման ցուցումներից նշենք ծանր 3-րդ աստիճանի
ճնշումը զուգակցված սուր սիմպտոմատիկ թիրախ օրգանային ախտահարումների հետ։ Պահանջվում է անհապաղ միջոցառումներ զարկայակային ճնշումը արագ իջեցնելու համար, հիմնականում ներերակային օգտագործման դեղամիջոցներ։ Առաջերտին նշենք սուր ինսուլտը, կարող է լինել հեմորագիկ կամ իշեմիկ թրոմբոէմբոլիկ, աորտայի անևրիզմա կամ շերտազարտում, սուր սրտային անբավարարության դրսևորումներից որևէ մեկը, սուր կորոնար համախտանիշ և երիկամային անբավարարություն։ Այս ախտանիշները կարող են զուգակցվել նույնիսկ զարկայակային ճնշման ցուցանիշների համեստ աճով, հատկապես այն պացիենտների մոտ, ովքեր երկարատև տարիներ ունեցել են զարկերակային գերճնշում։ Ֆեոխրոմոցիտոմայի կամ էկզոգեն սիմպտոմիմետիկ նյութերի հետևանքով առաջացած գերճնշում, օրինակ մետամֆետամին կամ կոկաին պարունակող թմրամիջոցների չարաշահումից, կարող են առաջանալ զարկայակային ճնշման սուր և ծանր աճ, որը կարող է հանգեցնել թիրախ օրգանների սուր ախտահարումների։ Հղիների գերճնշման ծանր ձևեր, այդ թվում պրեէկլամպսիա և էկլամպսիա, և չարորակ գերճնշում թրոմբոտիկ միկրոանգիոպաթիայով կամ առանց դրա, երբ կարող է զարգանալ երիկամային սուր անբավարարություն, զուգակցելով երիկամների, ցանցաթաղանթի և ուղեղի փոքր զարկերակների ֆիբրինոիդ նեկրոզով։ Հիպերտոնիկ էնցեֆալոպաթիայով պացիենտների մոտ քնկոտությունը, անտարբերությունը, տոնիկ-կլոնիկ ցնցումները և կեղևային կուրությունը կարող են նախորդել գիտակցության կորստին։ Ինչ լաբորատոր գործիքային հետազոտություններ են ցուցված զարկերակային գերճնշումով պացիենտներին, հեմոգլոբինի կամ հեմատոկրիտի որոշում սակավարյունությունը հայտնաբերելու համար, լիպիդային պրոֆիլի որոշում, ներառյալ ցածր խտության լիպոպրոտեինների որոշումը, դիսլիպիդեմիան հայտնաբերելու համար, որպես սիրտանոթային հիվանդության հիմնական ռիսկի գործոններից մեկը, կրեատինինի որոշում երիկամային ֆունկցիայի գնահատման համար, արյան պլազմայում գլյուկոզի որոշում քաղցած վիճակում և գլիկոհեմոգլոբինի որոշում շաքարային դիաբետի կամ նախադիաբետի հայտնաբերման համար, արյան նատրիումի կալիումի որոշում էլեկտրոլիտների դիսբալանս հայտնաբերելու համար, արյան միզաթթվի որոշում միզաթթվի փոխանակության խանգարման համար, որը նույնպես հանդիսանում է սիրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոն, մեզի ընդհանուր քննություն կրկին երիկամների ֆունկցիան գնահատելու համար, հանգստի 12 արտածումներով էլեկտրոսրտագրություն, ձախ փորոքի գերաճը հայտնաբերելու, ռիթմի և հաղորդականության խանգարումները հայտնաբերելու և սրտամկանի իշեմիան և ինֆարկտը հայտնաբերելու համար, ամբուլատոր զարկերակային ճնշման 24-ժամյա հսկողություն, ցուցված է զարկերակային գերճնշման ախտորոշման և բուժման արդյունավետությունը գնահատելու համար և հատկապես սպիտակ խալաթի գերճնշումով պացիենտների համար, երբ պացիենտը բժշկական հաստատությունում ունենում է ճնշման բարձր ցուցանիշներ, իսկ տանը չափումները հայտնաբերում են նորմալ թվեր, և նաև հակառակը, քողարկված գերճնշումով պացիենտների համար, երբ տան ցուցանիշները որպես կանոն բարձր են լինում, բայց կլինիկայում բուժհաստատությունում չափված ցուցանիշները լինում են նորմալ, նորմայի սահմաններում, շաքարային դիաբետով պացիենտների համար, խրոնիկ երիկամային հիվանդությունով պացիենտների համար և ընդհանրապես հնարավորության դեպքում բոլոր զարկերակային գերճնշումով պացիենտների համար, հատկապես բուժման արդյունավետությունը գնահատելու համար։ Հանգստի տրանսթորակալ էխոսրտագրությունը անհրաժեշտ է փորոքների և ձախ նախասրտերի կառուցվածքի և ֆունկցիայի գնահատման համար, փականային հիվանդության հայտնաբերման համար, աորտայի արմատի չափման համար և վերել աորտայի անևրիզմայի հայտնաբերման համար։ Սրունք բազկային գործակցի որոշումը նույնպես կարևոր է, հատկապես երբ այն փոքր է 0-ից, այն ախտորոշիչ է ստորին վերջույթների զարկերակային հիվանդության համար 80% զգայունությամբ և 95% սպեցիֆիկությամբ։ Քնային զարկերակների դուպլեքս գերձայնային հետազոտությունը կարևոր է քնային զարկերակների ինտիմամեդիա հաստության որոշման համար և այդ զարկերակներում աթերոսկլերոտիկ վահանիկների և ստենոզի հայտնաբերման համար։
Որովայնային աորտայի գերձայնային հետազոտությունը կարևոր է որ աորտայի անևրիզմայի սկրինինգի համար եւ ցուցված է 65 տարեկանից բարձր տղամարդկանց եւ 65 տարեկանից բարձր ծխող կանանց համար։ Կորոնար համակարգչային շերտագրություն անգիոգրաֆիան առաջարկվում է որպես ախտորոշման նախնական ոչ ինվազիվ տեստ սրտի իշեմիկ հիվանդությամբ սիմպտոմատիկ պացիենտներին, որոնց մոտ օբստրուկտիվ սրտի իշեմիկ հիվանդությունը չի կարող բացառվել միայն կլինիկական գնահատմամբ։ Ակնահատակի քննությունը կարևոր է միկրովասկուլյար փոփոխությունները հայտնաբերելու համար աչքի հատակում։ Երիկամների գերձայնային հետազոտությունը կարևոր է երիկամների չափերը եւ կառուցվածքը գնահատելու համար եւ եթե դա զուգակցվում է դուպլեքս քննությամբ, օգտակար է ռենովասկուլյար հիպերտենզիան հայտնաբերելու համար։ Եվ գլխուղեղի համակարգչային շերտագրություն կամ մագնիսառեզոնանսային շերտագրություն ցուցված է գլխուղեղի կառուցվածքային վնասումները հայտնաբերելու համար։ Առաջնային օղակում սկրինինգային ծրագրերը ներառում են 18 տարեկանից մեծ հավասար պացիենտներին զարկայական ճնշման չափում եւ որի արդյունքներից կախված, եթե զարկայական ճնշման ցուցանիշները օպտիմալ սահմաններում են, ցուցված է չափումները կրկնել 5 տարին մեկ։ Եթե նորմալ սահմաններում են, չափումները կրկնել 3 տարին մեկ եւ եթե բարձր ցուցանիշներ են, չափումները կրկնել տարին մեկ։ Իսկ եթե պացիենտը մեծ հավասար է 40 տարեկանից, ինչպես նաև սրտանոթային հիվանդության բարձր ռիսկ ունի, խորհուրդ է տրվում ավելի հաճախ չափումներ։ Կենսակերպի փոփոխություններից առաջնահերթ խորհուրդ է տրվում նատրիումի ընդունման նվազեցում, օրական մինչև 100 մմ եւ նաև բանջարեղենով, մրգերով, ցածր յուղայնությամբ կաթնամթերքով եւ միջերկրածովյան սննդակարգեր, որոնք բարելավում են զարկայական ճնշման վերահսկողությունը։ Ընդհանուր առաջարկվող աղի քանակը օրական կազմում է մոտ 5-ից 6 գրամ։ Սա մոտավոր 1 թեյի գթալ աղն է։ Շատ երկրներում տարբեր ուղեցույցներով նույնիսկ խորհուրդ է տրվում կրճատել մինչև 2-ից 2.5 գրամ։ Պետք է նշել, սակայն, որ ցավոք սրտի մարդկանց մեծամասնությունը օգտագործում է ավելի շատ կերակրի աղ, քան անհրաժեշտ է օրգանիզմին։ Երկարատև մարզումների արդյունքում նկատվում են զարկայական ճնշման սիստոլիկ թվերի ցուցանիշի նվազում 7 մմ սնդիկի սյունով եւ դիաստոլիկ ճնշման նվազում 5 մմ սնդիկի սյունով եւ խորհուրդ է տրվում շաբաթական առնվազն 150-ից 300 րոպե միջին ծանրաբեռնվածության կամ առնվազն 75-ից 150 րոպե մեծ ծանրաբեռնվածության աերոֆիզիկական ակտիվություն։ Այժմ անդրադառնանք դեղորայքային բուժմանը, չբարդացած զարկայական գերճնշման։ Զարկայական գերճնշում, որ ուղեկցում է ուղեղանոթային հիվանդությամբ, ծայրամասային անոթային հիվանդությամբ, շաքարային դիաբետով կամ թիրախորգանների այլ ախտահարումներով իրավիճակներում մոտեցումը նույնն է եւ ժամանակակից ուղեցույցով խորհուրդ է տրվում բուժման մեկնարկը սկսել կրկնակի զուգակցված դեղամիջոցներով։ Այս դեպքում զուգակցվում է անգիոտենզին փոխակերպիչ ֆերմենտի արգելակիչ կամ անգիոտենզին ընկալիչի պաշարիչ, զուգակցված կալցիումի անցուղու պաշարիչ կամ թիազիդանման միզամուղներ։ Այսինքն առաջի քայլը նշանակում ենք մեկ հաբ, որը պարունակում է 2 դեղամիջոց։ Միայն դիտարկել մոնոթերապիան ցածր ռիսկով առաջին աստիճանի զարկայական գերճնշումով պացիենտներին կամ շատ տարեց 80 տարեկանից բարձր կամ թույլ պացիենտներին։ Երկրորդ քայլը, երբ չենք հասել թիրախային թվերի, ցուցված է այս 3 խմբերի դեղերի զուգակցումը, այսինքն նորից նշանակում ենք մեկ հաբ, որը պարունակում է 3 դեղամիջոց։ Եվ երրորդ քայլը, երբ էլի չենք դեռևս հասել թիրախային ցուցանիշներին, դա կարող է գնահատվել որպես կայուն կամ ռեզիստենտ գերճնշում, ցուցված է այս դեպքում ավելացնել սպիրոնոլակտոն 25-ից 50 մգ,
կամ այլ միզամուղ, ինչպես նաև ալֆա պաշարիչ կամ բետա պաշարիչ, եւ նման դեպքերում, եթե ելի չի հաջողվում հասնել թիրախային ցուցանիշներին, ցուցված է ուղեգրում մասնագիտական բժշկական կենտրոններ հետագա հետազոտությունների համար։ Հետևյալ իրավիճակներում, երբ ունենք զարկերակային գերճնշում սրտի իշեմիկ հիվանդությամբ զուգակցված, զարկերակային գերճնշում նախասրտերի շողացումով, զարկերակային գերճնշում զուգակցված սրտային անբավարարությամբ, այս դեպքերում պետք է դիտարկել նշված դեղերից բացի նաև բետա ադրենոպաշարիչներ, ինչպես նաև սրտային անբավարարության դեպքում պետք է դիտարկել նատրիում գլյուկոզի համափոխադրիչ երկու արգելակիչներ, որոնց ներկայացուցիչներն են դապագլիֆոզին, էմպագլիֆոզին եւ կանագլիֆլոզին, ինչպես նաև այս դեպքերում հատկապես ցածր արտամորան ֆրակցիայով սրտային անբավարարության դեպքերում դիտարկել նաև անգիոտենզին ընկալիչ նեպրիլիզին արգելակիչը, անգիոտենզին փոխակերպիչ ֆերմենտի արգելակիչների կամ անգիոտենզին ընկալիչ պաշարիչների փոխարեն։ Եվ նաև զարկերակային գերճնշման դեպքում, երբ առկա է խրոնիկ երիկամային հիվանդություն ու կծիկային քամազատման արագությունը փոքր է 30 մլ/րոպե 1,73 մ², այս դեպքում առաջի շարքի դեղերի հետ միասին ցուցված է գերադասելի է թիազիդային միզամուղների փոխարեն կիրառել կանթային միզամուղներ։ Անդրադառնանք նաև զարկերակային գերճնշում բուժմանը հղիության կամ կրծքով կերակրելու պարագայում, այս դեպքում եթե առկա է հղիություն, ցուցված է լաբետալոլ, մեթիլդոպա, որոնք հանդիսանում են առաջին ընտրության դեղամիջոցներ կամ երկարատև ազդեցության նիֆեդիպին։ Երկրորդ քայլը կարելի է ավելացնել արդեն ստիպված, եթե չենք հասել թիրախային ցուցանիշներին, կլոնիդին, հիդրալազին կամ թիազիդանման միզամուղներ, եւ եթե արդեն 160-110 մմ սինդիկացիանն է հավասար կամ ավելի մեծ է, ցուցված է անհապաղ հոսպիտալացում։ Նույն խմբի դեղամիջոցները ցուցված են նաև կրծքով կերակրող մայրերի համար, ովքեր ունեն բարձր ճնշում, այս դեպքում պետք է նաև հետևել նորածնի վարքին դեղերի հնարավոր կողմնակի ազդեցությունները շուտ հայտնաբերելու եւ գնահատելու համար։ Իզոլացված սիստոլիկ զարկերակային ճնշումով պացիենտներին բուժման մեկնարկը ցուցված է սկսել թիազիդով կամ թիազիդանման միզամուղներով, անգիոտենզին ընկալիչների պաշարիչներով կամ երկարատև ազդեցության դիհիդրոպիրիդինային կալցիումական անցուղու պաշարիչներով, եւ եթե չենք հասել թիրախային ցուցանիշներին, արդեն ցուցված է այս դեղերի զուգակցումը 1 կամ 2 դեղահաբի միջոցով, եւ իզոլացված դիաստոլիկ զարկերակային գերճնշման դեպքում նորից բուժման մեկնարկը 1 դեղահաբով, մասնավորապես թիազիդ կամ թիազիդանման միզամուղներ, անգիոտենզին փոխակերպիչ ֆերմենտի արգելակիչ կամ անգիոտենզին ընկալիչի պաշարիչներ, երկարատև ազդեցության կալցիումական անցուղու պաշարիչներ կամ կրկնակի զուգակցում նշված խմբի դեղերը իրար հետ, եւ երկրորդ քայլը արդեն եռակի զուգակցում է ցուցված, եթե չենք հասել թիրախային ցուցանիշներին։ Եվ վերջապես ամփոփենք զարկերակային գերճնշման թիրախային ցուցանիշները տարբեր խմբերի պացիենտների համար, 18-ից 64 տարեկանների համար որպես սիստոլիկ զարկերակային գերճնշման թիրախային ցուցանիշը համարվում մինչև 130 կամ ավելի ցածր ցուցանիշը, եթե լավ է տարվում, բայց ոչ ցածր 120 մմ սնդիկի սյունից, միայն խրոնիկ երիկամային հիվանդության պացիենտներին թիրախային է 140-ից ցածրը մինչև 130, եթե լավ է տարվում։ Եվ 65-ից 79 տարեկան պացիենտների համար նորից սիստոլիկ զարկերակային ճնշման թիրախային ցուցանիշները 130-ից 139, բոլոր խմբի պացիենտների համար, եթե ունեն դիաբետ, եթե ունեն զուգակցված քրոնիկ երիկամային հիվանդություն կամ եթե ունեն սրտի իշեմիկ հիվանդություն կամ ինսուլտ կամ նախկինում տարված իշեմիկ ինսուլտի գրոհներ,
Եվ 80 տարեկանից բարձր տարիքի պացիենտների համար սիստոլիկ զարկերակային ճնշման թիրախային ցուցանիշ է սահմանվել մինչև 140-149 մմ սնդիկի սյունը, եթե լավ է տարվում։ Եվ նշված բոլոր խմբի պացիենտների համար դիաստոլիկ զարկերակային ճնշման թիրախային ցուցանիշ է համարվում 70-ից 79 մմ սնդիկի սյունը։ Երբ հասնում ենք թիրախային ցուցանիշներին, խորհուրդ է տրվում առնվազն 6 ամիսը մեկ այցելել բժշկի։ Եթե թիրախային ցուցանիշները չենք հասել, ավելի հաճախ այցելություններ, մասնավորապես 1-2 ամիս ընդմիջումով կարելի է այցելել բժշկին, մինչև հասցնենք թիրախային ցուցանիշներին, եւ ավելի հաճախ այցելություններ են ցուցված, եթե առկա են թիրախ օրգանների ախտահարումներ կամ հակագերճնշմային դեղերի վատ տանելիություն։